Ինչպես տեսնում ենք, պոեմի համաձայն մարդը արարվեց երկու ուժերի կողմից՝ տիեզերական և երկրային։ Հանձին հայա աստվածուհու երկրային ուժերը և երկնային կառապանի, որը այստեղ ներկայացնում է արարիչ աստծուն, հայր աստծուն, արարիչ առ աստծուն։ Նույն կերպ է ներկայացված աստվածների, նաև մարդու արարումը Վահագնի ծնունդը պոեմում, որը մեզ է հասել խորենացու աշխատության շնորհիվ։ Նորից հիշենք պոեմի հրաշալի տողերը. երկներ երկին, երկներ երկիր, երկներ և ծովը ծիրանի։ Ինչպես տեսնում ենք, նորից աստվածների, նաև մարդու արարմանը մասնակցում են երկու ուժեր՝ տիեզերական և երկրային։ Տիեզերական ուժը այստեղ երկինքն է և ծիրանի ծովը, իսկ երկրային ուժը երկիրն է, մայր երկիրն է, դարձյալ հանձին հայա աստվածուհու և արարիչ աստծո։ Այժմ, երբ համեմատում ենք հայկական լեռնաշխարհում ստեղծված առասպելաբանությունը Միջագետքում ստեղծված առասպելաբանության հետ, նկատում ենք այն տարբերությունը, որի մասին խոսել էինք արդեն։ Հիշենք, որ միջագետքյան առասպելաբանության մեջ մարդը արարվում է երկրի վրա ապրող ու աշխատող աստվածների կողմից, իսկ հայկական լեռնաշխարհում ստեղծված առասպելաբանության մեջ մարդը արարվեց տիեզերական արարչի և մայր երկրի տիրակալ, նաև Աբզուի տիրակալ հայա աստծու կողմից։ Հայկական լեռնաշխարհում արարված մարդը ինքը իրեն անվանել է հայ, որը հայա աստծո երկրի բնակիչ, երկրային էակ իմաստներն ունի, բայց հայկական լեռնաշխարհում արարված հայը գիտե, որ իր արարմանը մասնակցել է նաև երկնային արարիչը, հայր աստվածը, արարիչ առ աստվածը, և ինքը իրեն անվանում է Արմեն, Արման, Արամ, որոնք նշանակում են առ աստծո որդիներ, արարչի որդիներ, հայր աստծո որդիներ, արորդիներ։ Արարչագործության մասին են խոսում նաև հայոց հնագույն հարկ և արարած անունները, որոնք համապատասխանաբար նշանակում են հայր աստծո երկիր, աստվածների, հայրերի երկիր, հարկ և արարելու տեղ, վայր, Արարատ։ Թեմատիկ առումով շատ հետաքրքիր է նաև հայկական լեռնաշխարհում Նեմրութ լեռան վրա կառուցված սրբատեղին, որը կառուցել է Կոմագենի թագավոր Անտիոքոս առաջինը, պատկերված են հայոց բոլոր աստվածները՝ Անահիտը, Արամազդը, Վահագնը, Միհրը, Տիրը և մյուս աստվածները։ Այս դեպքում ևս կարծես աստվածները հավաքվել են ինչ-որ սրբազան ժողովի լեռան վրա։ Այս դեպքում հիշենք նաև շումերական առասպելաբանությունից հայտնի Արալի, Հարալի անունը, որը տրվել էր Աբզու երկրին։ Արալի անունը ևս իր առաջին առ-բաղադրիչով կապվում է հայկական լեռնաշխարհի առով սկսվող մյուս աշխարհագրական անունների հետ, ինչպես օրինակ Արարատն էր վերոհիշյալ, նաև Արատան, Արմեն, Արմենիան այնուհետև և այլ անուններ։ Այսպիսով, իսկ անվան երկրորդ ալի մասնիկը Ստեփանվանակերտ մասնիկ է և նշանակում է արարելու տեղ, դարձյալ արարչի երկիր։ Համեմատության համար հիշենք, որ ունենք նաև Արմարելի, Արմարիալի, Դարանաղի անունները աշխարհագրական, իսկ վերջին երկու դեպքում գործել է ԼՂ հնչյունափոխությունը։ Երբ մեր թվակությունից առաջ 4-րդ հազարամյակներում սեմական ցեղերը դուրս գալով արաբական թերակղզուց շարժվեցին դեպի հյուսիս
Եվ հասան հայկական լեռնաշխարհի հարավային մասեր ու հյուսիսային Միջագետք եւ այստեղ սկսեցին շփվել հայկական ցեղերի հետ, նրանք անշուշտ տեղյակ եղան, թե այստեղ ստեղծված առասպելներին, դիցաբանական զրույցներին հայերի ծագման մասին։ Եվ նրանք հայերին, հայկական լեռնաշխարհի բնակիչներին սկսեցին անվանել Արմե, Արմանի, իսկ երկիրը Արմանի, Արամանի։ Ավելի ուշ, մեր ծագությունից առաջ, առաջին հազարամյակի սկզբներից հայկական լեռնաշխարհի բնակիչներին արմեններ սկսեցին անվանել հույները, ապա պարսիկները, իսկ ավելի ուշ Արմեն եւ Արմենիա անունները տարածվեցին նաեւ ամբողջ աշխարհում եւ այժմ աշխարհի բոլոր ժողովուրդները բացառությամբ 1-2-ի մեր ժողովրդին անվանում են Արմեն, իսկ երկիրը Արմենիա։ Այսպիսով, հայ ժողովրդի, հայ եւ արմեն անունները իրենց ծագմամբ, իմաստով, արմատներով հասնում են արարչագործության ժամանակներ եւ վկայում, որ մայր երկրի վրա երբևէ արարված հնագույն ցեղերից մեկը հայ արմենների ցեղն է։ Հայ ժողովրդի հայ եւ արմեն անունները իրենց ծագմամբ եւ իմաստով Նաև այլ հետաքրքիր եզրակացություն անելու հնարավորություն են տալիս մեզ։ Կարելի է մտածել, որ հայ ժողովուրդը իր հայ արմեն անուններով յուրատեսակ կապուրջ է հանդիսանում տիեզերքում, կապելով մայր երկիրը հայ աստվածուհի տիեզերքի հետ, արարիչ առ աստված, հայր աստված, արարիչ աստված։